Սիրելիներս, այսօր 7-ն է մարտի 25 թվական։ Ես ուզում եմ խոսել հափշտակության մասին եւ Տիրոջ երկրորդ գալստյան մասին, ինչպես նաեւ եկեղեցու հարսի եւ կնոջ մասին։ Հիմա հերթով կխոսեմ, կհասկանանք։ Ուրեմն, ուզում եմ ասել, որ հափշտակության մասին ես ինքս իմացել եմ մի տարի առաջ, սրանից մի տարի առաջ, գրեթե Եվ ինչպես եմ իմացել, երբ Աստված սկսեց ինձ առաջին տեսիլքները տալ այդ մասին, եւ ես ամբողջովին չէի հասկանում ինչի մասին եմ տեսնում, ինչու եմ ես տեսնում այս ամենը, ինչ է նշանակում, եւ երբ ես աղոթքով դիմեցի Աստծուն խնդրելով, որ ես լրիվ չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը, Աստված ինձ ուղղորդեց, ես YouTube-ում ուղղակի հենց առաջին փորձից ուղղակի Աստված բերեց այդ տեսանյութը եւ ես տեսա այն տեսիլքը, որ ես տեսնում էի, ես դրա մասին ուղղակի բառերով գրեցի կարճ եւ բերեց եկեղեցու հափշտակություն տեսանյութ ռուսերենով։ Ու տեսնելուց հետո ես որքանով որ հիշում եմ, աղոթել եմ, հարցրել եմ Տիրոջը, նա հաստատել է ու արդեն վերջ։ Եվ ուզում ասել, որ ոչ մի կասկած չեմ ունեցել։ Դրա մասին ուրիշ տեսանյութում ասել եմ արդեն մի անգամից ուղղակի ընդունել եմ այդ ամենը ու դրանից հետո Աստված սկսել է ինձ տեսիլքներ տալ, շատ ու շատ տեսիլքներ եկեղեցու հափշտակության մասին։ Ուզում եմ ասել, որ եկեղեցու հափշտակությանը շատ կարճ ժամանակ է մնացել, շատերը գրում են, ասում են, ոչ ոք չգիտի օրը եւ ժամը, դու ինչպես կարող ես իմանալ։ Ոչ ոք չգիտի օրը եւ ժամը, բայց ժամանակները մենք բոլորս էլ կարող ենք իմանալ։ Ուզում եմ ասել, այն մարդիկ, ովքեր որ շատ վստահորեն գրում են, ոչ ոք չգիտի օրը եւ ժամը, դու սուտ մարգարե ես եւ այլն, ոչ ոք չգիտի օրը եւ ժամը, նույնիսկ Աստվածաշնչում ասվում է, որ ժամանակների մասին չենք խոսում, որովհետեւ երբ գա ժամանակները, դուք կհասկանաք արդեն։ Ինչու, որովհետեւ երբ գան ժամանակները, նախ աշխարհի վրա շատ նշաններ երկնքում եւ երկրում շատ նշաններ կան, որոնք որպես նշան գրված են Աստվածաշնչում եւ մենք այդ նշաններով հասկանում ենք, որ արդեն մոտենում է ժամանակը, վերջին օրերն են։ Բացի այդ, այն մարգարեությունները, երազներն ու տեսիլքները, որ պետք է վերջին օրերին տեսնեին մեր զավակները, մարդկանց զավակները, տեսնում ենք օրորի ավելի ու ավելի շատ։ Եվ ինչի համար են այդ մարգարեությունները, շատերն էլ ասում են մարգարեությունները եղել են, Աստվածաշնչում գրված է, ինչու պետք է հիմա դուք խոսեք, օրինակ, իմ նման ինչ-որ մարդիկ իրենց երազները պատմեն, որպեսզի դրանով ցույց տանք, որ այո, վերջին ժամանակն է, Սուրբ Հոգին հեղել է Աստված մեր վրա եւ մենք տեսնում ենք երազներ եւ տեսիլքներ, բայց եկեք հասկանանք,